Գիտեք, երբ որ մենք խոսում ենք ընդդիմության մասին, դա անպայման չի ընկալել ինստիտուցիոնալ ընդդիմություն, դժբախտաբար, ինչու եմ ասում դժբախտաբար, որովհետև ըստ էության դա հասարակության երկրպարտության բառակտումի հետևանք է, այսօրվա իշխանությունները իրենց գործողություններով հակակրանք են ստեղծել իրենց նկատմամբ ամենատարբեր շրջանակներում եւ ոչ միայն ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Եթե այդ առումով պայմանականորեն դա կոչենք ընդդիմություն, այո, մենք բոլորս էլ ընդդիմություն ենք, որովհետև չենք կիսում այն մոտեցումները, որը իրականացում են, որքան էլ որ լինեն բռնաճնշումներ, ազատազրկումներ, տեղեկատվական տերոր, ահաբեկություն, միևնույնն է, մարդիկ շարունակելու են արտահայտել իրենց մոտեցումները, եթե անգամ ուրեմն հետապնդման ենթարկվելու վախից թաքցնեն մոտեցումները, դա ինչ-որ ձևով արտահայտվելու է։ Դրա համար ցանկացած սցենարը հնարավոր է։